Սահարա Սահարան աշխարհի ամենամեծ տականապատն է և իր չափերով զիջում է միայն Անտարկտիդա և Արկտիկա սառցային անապատներին, այն զբաղեցնում է Աֆրիկա մայրցամաքի գրեթե ողջ հյուսիսային մասը։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ Սահարայի մասին։ Չափեր և տարածք։ Տարածքը մոտ 9 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը համեմատելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի տարածքի հետ։ Երկրներ։ Այն տարածվում է 11 երկրների վրա՝ Ալժիր, Եգիպտոս, Լիբիա, Մալի, Մավրիտանիա, Մարոկկո, Նիգեր, Արևմտյան Սահարա, Սուդան, Թունիս և Չադ։ Կլիմա և ջերմաստիճանը։ Ծայրահեղ ջերմություն։ Ամռանը օդի ջերմաստիճանը կարող է անցնել 50 աստիճան Ցելսիուսը, իսկ ավազը տաքանում է մինչև 80 աստիճան Ցելսիուս։ Քանի որ ավազը չի պահպանում ջերմությունը, գիշերները ջերմաստիճանը կարող է կտրուկ նվազել, հասնելով մինչև -18 աստիճան Ցելսիուս։ Լանդշաֆտը։ Չնայած տարածված կարծիքի, որ Սահարան միայն ավազե դյուներ են իրականում, ավազը զբաղեցնում է անապատի միայն 25%-ը, մնացած մասը քարքարոտ սարահարթեր են, աղակալած դաշտավայրեր և նույնիսկ լեռնաշղթաներ, որտեղ երբեմն ձյուն է տեղում։ Կենդանական և բուսական աշխարհ։ Չնայած դաժան պայմանների, այստեղ ապրում են դիմացկուն տեսակներ։ Կենդանիներ՝ ուղտեր, ֆեներ, աղվեսներ, աշխարհի ամենափոքր աղվեսը, կարիճներ և վարաններ։ Օազիսներ։ Սրանք այն վայրերն են, որտեղ ստորգետնյա ջրերը դուրս են գալիս մակերես, հնարավորություն տալով աճեցնել փյունիկյան արմավենիներ և կազմակերպել մարդկային բնակավայրերը։ Սահարան միշտ չէ, որ անապատ է եղել։ Մոտ 5000-ից 10000 տարի առաջ այն կանաչապատ տարածք էր լճերով և գետերով, որտեղ ապրում էին փղեր ու գետաձիներ։ 5 հետաքրքիր փաստեր Սահարա անապատի մասին։ Առաջին. Սահարայի տարածքը համեմատելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքի հետ։ Երկրորդ. թվում է, թե Սահարան անկենդան է, սակայն այստեղ բնակվում են մոտ 4000 կենդանատեսակ, որոնք հարմարվել են այդ պայմաններին։ Երրորդ. Սահարայում հայտնաբերվել են նավթի, գազի, ուրանի, պղնձի, երկաթի, ոսկու և վոլֆրամի հանքեր։ Չորրորդ. Անապատում գտնվող Տեգազի քաղաքում տները կառուցված են աղից։ Եվ հինգերորդ. գիտնականները կարողացել են հաշվել, ինչքան ավազ կա Սահարայում։ Պատասխանն ապշեցուցիչ էր։ Երկրի մոլորակի ամեն բնակչին 3 միլիոն դույլ ավազ։